Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ կառավարություն քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքերով թիրախային 4 ոլորտներում ուսումնասիրություններ են կատարվում։ Կրթություն, առողջապահություն, պետեկամուտներում արկերի հավաքագրում եւ նաեւ ծառայությունների մատուցում ոստիկանության կողմից, բայց բոլոր ոլորտներում խնդիրներ կան եւ բոլոր ոլորտներում էլ շարունակական աշխատանք կա։ Հեյցում սպասվող աուդիտը կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանները, ասում է էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը։ Անկախ հեծի վաճառքից մինչև աուդիտի ավարտը բնակչությունը չի վճարի էլեկտրաէներգիայի թանկացման մասնաբաժինը։ Որքանով է արդյունավետ սուբսիդավորումը, եթե ձեռնարկությունների չսուբսիդավորումը հանգեցնելու է թանկացումների։ Որոշումը արդարացի է։ Հակառակ դեպքում դուք այլ հարց կտայիք, ինչու է սուբսիդավորում խոշոր սպառողները։ Իարշիվ պետության միջոցներով։ Ռաբիս երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը Հայաստանի ժողովրդական արտիստ թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանին մտահոգության տեղիք է տալիս արվեստի գնահատման չափանիշների վերաբերյալ։ Ախր ամբողջ քո կառավարություն կոչեցյալը փոքր բացառությամբ գեղո է նրա գեղ հասկանում եք դրա մարել է Արմենչիկին հովանան։ Երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ Հայաստանում կոչումների շնորհման ինստիտուտը վարկաբեկել է իրեն եւ կարելի է ընդհանրապես վերացնել այն։ Նա չի քննադատում Ռաբիս երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչումին արժանացնելու որոշումը, բայց միևնույն ժամանակ նշում է. Ես ընդհանրապես կցանկանայի, որ ուրեմն այն մարդկանց, որոնց տալիս են այդ կոչումները, այն մարդիկ, որ տվել են, նրանց տանը միշտ դրանց երգերը հնչեր ու անընդհատ հնչեր, ես ոչ մի անգամ չդադարել։ Մինչև կեսգիշեր տեղի էր ունենում Էռնա Փարթի միջոցառումը, որը կազմակերպվել էր էստրադային եւ ջազային հայտնի երգչուհի Էռնա Յուզբաշյանի ստեղծագործական գործունեության 35-ամյակի առիթով։ Ներկային նրա ընկերները, շոու բիզնեսի տարբեր դեմքեր, մշակույթի նախարարը, անկախության տոնի առիթով Էռնա Յուզբաշյանին եւս շնորհվել էր Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, եւ երգչուհուն ուղղված շնորհավորանքները նաեւ այս առիթով էին։ Էռնա Յուզբաշյանը մինչև ելույթը առանձին շնորհակալություն էր հայտնում ներկաներին։ Спасибо нашим всем заслуженным артистам. Гая моя, Нара, все здесь, Верусик, Кара. Асма Степановна, незаслуженно. Если надо, не заслужил. Ну? Ծեծված Սմբատ Հակոբյանն իր նկատմամբ բռնությունը պայմանավորում է իր ընդդիմադիր գործիչ լինելու հանգամանքով, սակայն խորհուրդ է տալիս այս ամենին քաղաքական աստար չտալ։ Հետաքննություն է գնում, փառք ասում, ես ոստիկաններին վստահում եմ, ոստիկանների հետաքննությունը ես ինչքան տեսնում եմ, շատ բարեխիղճ տանում են ու շատ օպերատիվ են աշխատում։ Սմբատ Հակոբյանին ասել են, որ առողջությամբ հետաքրքրվել է նաև Սերժ Սարգսյանը։ 2 օր առաջ ծեծված ազատամարտիկի վիճակը բավարար է։ Իդեպ նրա համար անհասկանալի է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարել, հայտարարելով, որ իրեն ծեծողներից մեկը Հայրապետյանի թիկնազորից է։ Ընդդիմադիրի հանդեպ են քաղաքական պատվեր կատարում։ Հանրապետությունում բոլորն էլ գիտեն, որ Ռուբեն Հայրապետյանը ընդդիմադիր չի, ինչ քաղաքական պատվերի մասին է խոսքը։ Այսօր էլ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի դիմաց հավաքվել էին տասնյակ ազատամարտիկներ։ Չենք դադարեցնելու մեր որոնողական աշխատանքները, մենք փորձել ենք գտնել, որտեղ անպայման մենք ուզում ենք, որ գոնե մի անցագործ դրանցից գոնե մեր մոտ ելնելով, ինձ թվում է շատ ավելի պարզ ու հստակ կներկայացնի ումից ոնց երբ հաստատել դառնալություն։ Իշխանությունների կողմից ազատամարտիկների նկատմամբ արկա վերաբերմունքը ազատամարտիկ Տիգրան Պետրոսյանը չի պայմանավորում Արցախում հավանական պատերազմի դեպքում նրանց վերահսկելի պահելու մտադրությամբ, սակայն ինչ-որ կասկածներ ունի։ Մեր երկրի հետ մի բան կատարվելու է։ Դրա համար նրանք առաջի հերթին թիրախ են վերցրել ազատամարտիկին, որովհետև առաջինը ինքը ազատամարտիկն է,
ըմբոստանալու։ Սմբատ Հակոբյանի նկատմամբ իրականացված բռնարարքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեչել Դեմբերը։ Նրա դիտարկմամբ Սմբատ Հակոբյանի դեմ սարսափելի հարձակման հետաքննությունն իրապես կապացուցի, թե Հայաստանի կառավարությունն ինչքան լուրջ է վերաբերվում ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքների վերաբերյալ իր հանձնառությանը։ Ուշ երեկոյան Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ոստիկանական իրարանցում էր։ Առերեսում էր իրականացվում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի եւ հանցագործության մեջ կասկածվող 5 քաղաքացիների միջև։ Հարազատները նշել են, որ Սմբատ Հակոբյանը ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին։ Առերեսման բերված 5 անձանցից մեկի անունը եղել է Տիգրան, սակայն դա այն Տիգրանը չէ, ում ճանաչել էր ազատամարտիկը իրեն ծեծի ենթարկելիս։ Հիշեցնենք, որ ազատամարտիկը դաժան ծեծի էր ենթարկվել անկախության օրը հակակառավարական երթից հետո։ Ազգային անվտանգության ծառայության զգուշացումը ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին 2 օր է քննարկման թեմա է։ Ազգային ժողովի падգամավորի ելույթը ԱԱԾ-ն որակել էր սադրիչ եւ զգուշացրել, որ ցանկացած նման կոչ առավել եւս գործողություն կատարելու փորձ կկանխվի ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով։ Զարուհի Փոստանջյանը ելույթեր ունեցել սեպտեմբերի 18-ին սահմանադրական փոփոխությունների առիթով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստում։ Պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է այնտեղ քանդենք այնտեղի Բաստիլը ներկայիս ժամանակակից ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ եւ պետք է մենք հիմնադրենք մեր ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը։ Ազգային անվտանգության կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի քննադատում ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Ընդհանրապես ազգային ժողովի ամբիոնից հնչող ոչ բոլոր ընդդիմադիրների ելույթներին է նա հավանություն տալիս։ Կոչերի մեջ որևէ բռնություն, որևէ շենք քանդել, որևէ անցյալի հետ կապված, իբրև թե իրենց տեսակետից հիշողություններ ջնջելու այդ կոչերը նույնպես չեն բխում ամենևին ոչ ազգային, ոչ էլ պետական շահեր։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը ընդունում է, որ իշխանությունները կարող են սխալներ գործել։ Համապատասխան մարմինների գործունեության մեջ կարող է լինեն սխալներ, բայց ամբողջ համակարգի նկատմամբ նման վերաբերմունքը եւ նման կոչերը ինձ համար անընդունելի ու անթույլատրելի են ում կողմից էլ որ դրանք արվեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամը չի կիսում ազգային անվտանգության կուսակցության նախագահի տեսակետը։ Պատգամավորի քաղաքական հայտարարությանը տրվել է ոչ իրավաչափ գնահատական։ Նարեկ Բաբայանը ԱԱԾ հայտարարությունը համարում է ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն։ Նա նաև այլ ենթատեքստ է տեսնում ուղղված ակտիվիստներին եւ ընդդիմադիր գործիչներին։ Վախեցնելու իհարկե նշաններ են, բայց չգիտեմ ինչքանով նրանք հեռուն կգնան իրենց քայլերում։ Ինքը Զարուհի Փոստանջյանը ազգային անվտանգության ծառայության զգուշացումը որակել է որպես քաղաքական խոսքի նկատմամբ հետապնդում։ Նրա այս տեսակետը կիսում են նաև Ոտքի Հայաստան նախաձեռնության եւ հիմնադիր խորհրդանի անդամները, որոնք դատապարտող հայտարարություններ են արել։ Հայաստանը կարող է դառնալ Վրաստանին կարտոֆիլի տնկայնյութ մատակարարող երկիր։ Հարցը քննարկելու նպատակով հրավիրվել էր Կարտոֆիլ 2015 տարածաշրջանային առաջին համաժողովը, որը կազմակերպել էր World Vision Հայաստանը։ Արդյոք այդպիսով չենք վնասի Ջավախքին, որը Վրաստանի կարտոֆիլի հիմնական մատակարարն է։ Ընդհակառակ բերքատվությունը կբարձրանա եւ իրանք էլ կգտնեն բարենային կարտոֆիլի շուկաներ։ Պարոն Բերբերյանի խոսքերով կարտոֆիլի հարցում Հայաստանը վաղուց ինքնաբավ է, ունենք կայուն բերք եւ արտահանում Վրաստան եւ Ռուսաստան։ Ըստ նրա ջավախցի ֆերմերները տարբեր խողովակներով Հայաստանից միշտ էլ ձեռք են բերել տնկանյութ։ Հաճախ դժգոհում են, պատահական տնկանյութ են ձեռք բերում, այստեղ խապկանքներ կարող են լինել։ Մեր առաջարկը հենց արտադրողին կապել արտադրողի հետ, որ իրեն հետ պայմանավորվեն, պատվեր տան իրեն ինչ են ուզում։ Գեղարքունիքի մարզում աճեցվում է ոչ վիրուսակիր կարտոֆիլի տնկանյութ, որը իր մրցակիցը չունի տարածաշրջանում։ 3000 տոննա բարձրակարգ տնկանյութը ներկրվում է Եվրոպայից։ Մենք կարտոֆիլի տեղական սորտ որպես այդպեսին չունենք, եւ խորհրդային տարիներին եւ ներկայումս ամբողջությամբ ներմուծված սորտեր են։ Մենք հայկական կարտոֆիլի սորտեր չունենք, ի տարբերություն բանջարեղենի, դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, դա կարևոր էլ չի։ Ջավախցիները դեմ չեն նման համագործակցությանը, մանավանդային կարող են նոր տնտեսական հեռանկարներ բացել իրենց համար։ Չիպսերի գործարանի հիմնում։ Բնականաբար արդեն գյուղացին
կտեսնի, որ այլընտրանք կա, ոչ միայն ասենք սովորական բնակիչն է գնում կարտոֆիլը, այլ նաև գործարան կա, որը մեծ քանակությամբ կսկսի արդեն գնի։ Պարոն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ գործարարների հետ իրենց շփումները մեծ են եւ կարծում է, որ ներդրումները այս ոլորտում չեն ուշանա։ Ինչու քրեական հետապնդում չի իրականացվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների նկատմամբ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի չարաշահումների գործով։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս հարցի պատասխանը փորձում է ստանալ դատական ատյանի միջոցով, հայց ներկայացնելով ընդդեմ իրավապահ մարմինների անգործության։ Առնվազն այստեղ կա պաշտոնական անփութություն, այսինքն պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը հասցված վնաս։ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը կալանավորված է մոտ 1 տարի։ Նա մեղադրվում է 2007-2014 թվականների ընթացքում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների հրամանագրելու եւ գումարները յուրացնելու մեջ։ Մոտ 55 միլիոն դրամի յուրացման գործով հարցաքննվել է նաեւ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որը նաեւ վարչապետի կողմից արժանացել է խիստ նկատողության։ Հաստատության տնօրենը ունեցել է հովանավորներ եւ անանուն նամակի մեջ եւ հանցագործության մասին հաղորդման մեջ նշված էին բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում էին, որ Ֆիլարետ Բերիկյանը ամեն կերպ փորձել է պաշտպանել հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանին։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստեգրանյանը դժգոհություն ունի քննության դանդաղ ու ոչ արդյունավետ ընթացքից։ Երբևէ օրինակ նախաքննական մարմինը հանդես չբերեց նախաձեռնողականություն եւ մեր կազմակերպությանը դիմեր, թե ինչ լրացուցիչ տեղեկատվություն կարող ենք տրամադրել կամ օգնել նախաքննական մարմնին։ Հաջորդ դատական նիստի ընթացքում հայցվորները կփորձեն դատախազից ու քննիչից տեղեկություններ նաև ստանալ փոխնախարար Բերիկյանի հարցաքննության վերաբերյալ։ Ֆիլարետ Բերիկյանի հարցաքննության արձանագրությունը գաղտնի է պահվում նախաքննական մարմնի կողմից։ Երբևէ չդնել վերջակետ, որը կընդհատի ստեղծագործական մտքի զարգացման ընթացքը։ Նրա գարունը կամերային նկարից վերափոխվեց գարուն ու երիտասարդությունը մարմնավորող մոնումենտալ կտավի։ Դստեր Անահիտի դիմանկարը եղնիկի հետ էտյուդը առիթ դարձավ ձգտում կտավի ստեղծմանը։ Սա էր Հովհաննես Զարդարյանի արարման սկզբունքը։ Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նկարչի գաղթ խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ավելի քան 60 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք թե թեմատիկ եւ թե գեղարվեստական առումով առանձնանում են Զարդարյանի հայտնի գործերից եւ հնարավորություն ընձեռում վերարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը։ Հազվագյուտ է լինում, որ 4 սրահ նվիրված լինի մի նկարի եւ 20 տարուց ավել ժամանակի մեջ։ Բայց Զարդարյանի աշխատանքային մեթոդը հենց այդպիսին էր։ Գաղթ կտավը 1828 թվականին Պարսկաստանից հարկադրաբար տեղահանված եւ իրենց պատմական հողերում վերաբնակեցված հայերի պատմությունն է։ Գաղթի թեման մոտ էր նկարչի, նրա ընտանիքը ցեղասպանության ժամանակ հեռացել էր Կարսից եւ նկարիչը իր ողջ կյանքի ընթացքում երազում էր տեսնել իր կորուսյալ հայրենիքը։ 1970-ականներին Զարդարյանը նորից անդրադարձավ գաղթին։ Պաստելով կատարված էսկիզները նախատեսվում էին 5 մետրանոց կտավի համար, որը ցավոք չիրականացավ։ Այս ցուցահանդեսի օրինակի վրա կարելի է տեսնել, թե ինչքան դժվար եւ աշխատանք է եւ տեսնում ես, որ ինչպես միտքը գնում է առաջ, նրա հետևից գնում է վրցինը եւ այլն եւ հանդիսատեսը նույնպես պիտի նույնքան բանական եւ էմոցիոնալ աշխատանք տանի նկարները դիտելուց, որպեսզի կարողանա ներդաշնակորեն միաձուլվել նկարիչի մտահոգացման հետ։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը։ Մեծ սրտով ոգևորվածությամբ ու ջերմ հանդիսատեսի ակնկալիքով գերմանաբնակ թուրք երգչուհի Լեմա Շտեհենը Հայաստանում համերգ կտա։ Լեման Շտեհենը հայկական երգարվեստին ծանոթացել է ուսանողական տարիներին ու հասկացել մշակույթն ազգություն չի ճանաչում։ Ծանոթացա Ստամբուլի պետական օպերայի եւ բալետի թատրոնի ներկայիս տնօրեն Գևորգ Դավթյանի հետ, որի շնորհիվ էլ հայկական երաժշտությունը սկսեցի սիրել ու ուսումնասիրել։ Հայ մշակույթն ու հատկապես Կոմիտասին ուսումնասիրելիս թուրք երգչուհին չի շրջանցել նաեւ 1915 թվականը, նա դատապարտում է հայոց ցեղասպանությունը։ Գուցե մեր երկրների իշխանություններն
Ժողովուրդներն իրար հետ լեզու չեն գտնում, բայց ժողովուրդները մեղավոր չեն։ Կարծում եմ մենք բոլորս պետք է կանգնենք եւ պայքարենք։ Մենք պետք է ճշմարտության կողմը լինենք։ Չնայած թուրքական մամուլում իր հասցեին քննադատություններին, Շտեհենը շարունակում է բարձրաձայնել իր կարծիքը ու երգել հայկական երգեր աշխարհի տարբեր երկրների եկեղեցիներում։ Վերջերս ես իմացա, որ իմ պապը քրիստոնյա որբ է եղել, բայց ես ինձ թուրք եմ համարում։ Սակայն դա ոչինչ չի նշանակում։ Ես այսօր այստեղ եմ, քանի որ հայկական երաժշտությունը շատ եմ սիրում։ Սեպտեմբերի 24-ին Լեման Շտեհենը ելույթ կունենա Կամերային երաժշտության տանը տաղարան համույթի հետ Քելելաո Քելերթանք մրեր գիր խորագրով համերգին, իսկ մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։ Խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արաքսյանը 1997-ի սեպտեմբերի 23-ին ազգային ժողովին է ներկայացնում Սահմանադրական դատարանի անդամի երկու թեկնածուի՝ Ռաֆայել Պապայանին եւ Ֆելիքս Թոխյանին։ Դատարանի ապագան ձեր ձեռքերում է, падգամավորներին ասում է Արաքսյանը։ Նույն օրն ազգային ժողովում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դժգոհում է, որ падգամավորներն իրարից չեն տարբերում բանակում եւ տանը մահացած զինծառայողներին։ Նա ընթերցում է մի կնոջ նամակ, որում կինը հայտնում է, որ իր որդին մահացել է տանը, մինչդեռ նրան հռչակել են բանակում զոհված։ Երևանի կոնյակի գործարանը 1997-ի այսօրը դառնում է 110 տարեկան։ Դեռ չսեփագնահատված գործարանում են վարչապետը, պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարները։ Ռոբերտ Քոչարյանը կտրում է տորթը, Արա Սահակյանը բացում է կոնյակը, իսկ Վազգեն Սարգսյանը խմում է։ Մամուլի ակումբի այսօրվա թեման հայաստանյան մամուլում հակարևմտյան հզոր հոսանքի առաջացումն է։ Դրան նպաստող լրագրողն իր գերեզմանն է փորում, հայտարարում են բանախոսները, որոնց կարծիքով ժողովրդավարությունը գալիս է արևմուտքից։ Երևանում փողոցային երաժշտության մրցույթ է, մասնակիցները թափառաշրջիկ երաժիշտներ են, որոնք ըստ մրցույթի պայմանների նվագում են միայն Հայաստանի օրհներգը։ Հաղթողը Լորիս Ճիգնավորյանն է, որը մրցույթի մասնակից չէ, բայց ըստ հանձնաժողովի նույնպես թափառաշրջիկ է։ 1998-ի այսօրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժում է Գառնիկ Նանագուլյանի խնդրանքը ազատել իրեն առևտրի եւ արդյունաբերության նախարարի պաշտոնից։ Նանագուլյանը միայն ակնարկում է, որ կան խանգարող հանգամանքներ։ Դա, ինչպես է ասում, ցմահ պաշտոն չէ եւ մանավանդ Հայաստանի Հանրապետությունում, եթե նախարարը պետք է աշխատի կառավարությունում, այս դասում ապա նա պետք է անմնացորդ նվիրի իրեն ամբողջությամբ իր աշխատանքին։ Եվ եթե որևէ մի բան կա, որ դրան խանգարում է, ապա շատ դժվար կլինի աշխատել։ Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարուր Հայրիկյանի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է նախագահի պաշտոնավարության ժամկետը 5 տարուց 4 տարի դարձնելու հարցը։ Կոնսենսուս չկա։ Չեմ կիսում այն տեսակետը, թե նախագահի լիազորությունների ժամկետի կրճատումը ավելի շուտ 5-ից 4 տարի դարձնելը նպաստում է ժողովրդավարության ավելացմանը։ Նույն օրը Հայաստանը Գերմանիայի հետ ստորագրում է վարկային եւս մեկ պայմանագիր։ Գերմանացիները 6 միլիոն գերմանական մարկ են տրամադրում միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար։ Եվս 2 միլիոն մարկ տալիս են գրանտի տեսքով, մարելու համար տրվում է 40 տարի ժամանակ։ Գործազրկությունը Հայաստանում նպաստում է նարդու զարգացմանը։ Շախմատի տանը 1999-ի սեպտեմբերի 23-ին երկար նարդու հերթական առաջնությունն է։ Մրցանակը 50,000-ից մինչև 20,000 դրամ է, որը կուտակվել է մասնակիցների կատարած 5,000-ական դրամ մուծումներից։ Մարդկանց այստեղ արգելված է դիմել բռունցքներին։ 2000-ի այսօրը Մոսկվա կինոթատրոնում Ալբերտ Մկրտչյանի ուրախ ավտոբուս կինոնկարի պրեմիերան է։ Դալիճում են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը։ Ֆիլմը պատմում է երկրաշարժի եւ մարդու վրա նրա թողած ազդեցության մասին։ 2000-ի այսօրերին Արմավիրի Արարատ կոնյակի գործարանի մոտ խաղողի մթերման անվերջանալի հերթեր են։ Նախորդ 3 օրերին գործարանը խաղող չի ընդունել։ Սպասումների մեջ բերքը կորցնում է իր արժեքը, որի 1 կիլոգրամը 75 դրամ է։ Այսօրը վերջապես ընդունում են կիսով չափ անպիտան խաղողը, սակայն սահմանափակ քանակությամբ, ընդհանուր հաշվով 5000 տոննա։ Մեր Հոկտեմբերյանի ռայոնում կա 6 հատ պունկտ, հələ ավել։ Ուրեմն հնարավոր չէր ոչ թե էսերի բրոկա սարքելը, ստե ժողովուրդ կան մարդիկան արդեն 4-րդ սուտկեն են։ 4-րդ սուտկեն քնում են ստեղ։ 5000 տոննա լրացավ, ասում է չեկը ձեռերով հետ է, ասում չեմ ընդունելու։ Ինչ անի ժողովուրդը։ Գյուղացու ձեռնել փող չկա, որ տանի շուկա քաղաքացին առնի։ Թափել ենք զավոտ կամ են տանեն մարզպետարան, թափել ենք։ Պիտի հողեր տոնենք, մենք էլ գնանք հեռանանք Հայաստանից։
2008-ի այսօրը հայ-ռուս գազարտի տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մյուս տարվա ապրիլի 1-ին Հայաստանում գազը կթանկանա, ներկայիս $110 փոխարեն կդառնա $154։ Նույն օրը հայ-ռուս գազարտ այցելած Սերժ Սարգսյանն ասում է, որ գազի սակագնի փոփոխությունը չնչին չափով կավելացնի սոցիալական ծանրաբեռնվածությունը։ 2009-ի սեպտեմբերի 23-ին Լևոն Զուրաբյանին զարմացնում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական երկխոսության մասին Վարդան Օսկանյանի կտրուկ արտահայտությունները։ Ճշմարտությունը հետևյալն է. այս ամբողջ գործընթացի ակունքներում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը։